Ճիշտ է, չի հերիքելու այդ եթե սոցիալական 50-40-ավոր կտրումը դա ժողովրդի հիմա դեռ այն որ այն քանդունդի ճանապարհին արցախցիները այդ կտրումը հետո որ կտրումը թո ինքը մտնի այդ անդունդի մեջ որովհետև չի կարողանում բացատրել բավարարի եկած արտասահմանից բոլոր այդ փողերը իրանք են լափում էլ չեն ուզում որ ժողովուրդը բավարարազին ժողովուրդը գոնե ապրեի կան երեխաներ շատ երեխաներ կան նրանք ոնց են ապրելու ընտանիք կա 7-8 հոգի են օրինակ եթե դա կտրումա տանկերը է տալիս 250 հազար դրամ փող են տալիս դրանք հիմա չեն կարողանալ որովհետև երեխեք են 18 տարեկան 20 տարեկան դրանից ներքև ասենք կան 1-2 հոգի այդ որ կտրումը ասում 40 սարք այդ 80 ոնց է տալիս այդ 200,000-ի տեղը, որ իրանք էլ աշխատանք չեն ճարում, աշխատանք չկա որ աշխատանք, դրա համար շատ է դժվար Սոցիալնախարարն է հայտարարել, ասում է պատճառը այն է, որ թող գնան, աշխատեն ու ապրեն, քաղաքացիություն ստանան, աշխատեն ու ապրեն, հնարավոր կլինի այդպես առանց տան սեփականության, տուն չունեք այստեղ։ Եթե տուն չունեք, տունը գոնե որ լիներ, այդ իրանք էլ ասում են, որ գնացեք, գրանցվեցեք, հայկական պասպորտ անձնագիր ստացեք, դա չի նշանակում, որ իրանք մեզ այնպիսի գործ են տալու, որ մենք կարողանանք ապրել։ Դա իրանք համար ինչ ուր ճանապարհ, մուտ ճանապարհը արցախցիների համար, որը հետո որ այդ խոսքեր կասма, դրան հարկավոր է իրեն տունը ձեռնից վերցրած, որ Արցախ սուկարիքը ինքը հասկանա, Արցախ ապրելակերպը իրանք հասկանա։ Դա չի նշանակում, որովհետև Արցախից եկած մարդիկ կան, որ իրանց ստեղ տներ ունեին, առաջ հարուստներ կա, իրանց անասունների նման մարդիկ կան շատ։ Իրանք ապրում են, իսկ այն անմեղ ժողովուրդը չեն կարողանալու ապրել։ Ես որտեղից այդ կտրումն է դիցունը գոնե չի կարելի, գոնե այդ կոպեկները տային, որ ժողովուրդը կարան ապրել։ Իսկ բնակապահովման ծրագրից օգտվելու եք դուք, ձեր ընտանիքը։ Ով է տալու։ Նախարարության կողմից, կառավարության կողմից մշակված ծրագիրը։ Պրոստո իրանք դերասանական այդ խոսքեր կա, այդ դերասանական խոսքերը ժողովրդի մեջ տարածումը, որ ժողովուրդը չհիասթափեն ավելի ընկնել դժբախտության մեջ։ Հույս չունեք։ Հույս չկա, որ կարող է Հայաստանում, Երևանում իմենը, այդպիսի անասունները բավարարի Ղարաբաղ ժողովուրդ։ Այդ մենակ խոսակցությունը։ Պատճառը իշխանությունն է ըստ։ Հիմա պատճառը ամբողջ Երևանի իշխանությունն է, ղեկավարությունը, եթե իրանք վերանան երկրից, ժողովուրդ կարող է ապրել։ Եկած են մնացած գումարները, որ արտասահմանից ուղարկում են, իրանք են լափում։ Որովհետև այսօր պարտքեր ունեն իրանք, այդ ղեկավարությունը, առանձնապես Փաշինյանը։ Այնքան պարտք ունեն իրանք ընկահել, որ չի կարողանում այդ պարտքերը փակել։ Ուզում եմ, որ այդ 50-40 կտրեն, իրաց պարտքերը փակեն արտասահմանից եկած այդ գումարներով։ Պետական մակարդակով նաև այս օրերին բավականին հակաարցախյան քարոզ է տարվում, հավանաբար լսել եք Արսեն Թորոսյանին, Ալեն Սիմոնյանն է նշել, որ չեք կռվել, մնայեք կռվեք։ Դուք որպես արցախցի ինչպես կպատասխանեք։ Ես այդ անասունն Ալեն Սիմոնյանին ճանաչում եմ Աղդամում, իրանք թող ինքը լսի, որ իրաց տունը եղել է Աղդամի վայնկոմատի հետևի 7-րդ տունով։ Ինքն դեղա ծնվել։ Իրան սերունդը, իրան արյունը թուրքական արյուն է։ Իրան արնի մեջ կա, որ ինքը թուրք, ոչ թե թուրք, այլ թուրք է արյուն է։ Ես չեմ կարող ասում, դրա համար էլ ինքը հայ ազգին չի սիրում, Արցախոց չի սիրում, եթե ինքը ընդեղից է պետք է Արցախը մնացած լիներ, ոչ թե եկած այստեղ ժողովուրդը մեջ դուրս ասել, եթե կարողացել եք մնացեք, կռվեցիք երեխաների բարի տուվեք, չէ, դա չի կարելի։ Շնորհակալություն։ Դա հիմարական խոսք է, ղեկավարության կողմից։